Կարծում ձեզ արդեն հայտնի է, մենք այսօր կներկայացնենք մեր հերթական երկու ծրագրերի մոնիտորինգի եւ գնահատման արդյունքները, դրանք երկուսն էլ գյուղատնտեսության ոլորտի ծրագրեր են։ Առաջինը վերաբերում է գյուղական խորհրդատվական ծառայություններ այս բյուջետային ծրագրին, մյուս ծրագրերը, որին երկրորդ եմ անվանում, ինչու երկրորդ, իրականում երկու ծրագրեր են, դրանք պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարտանյութ եւ մատչելի գներով դիզելային վառելիք ձեռքբերման համար ծրագրերն են։ Միասին ենք դիտարկել այս ծրագրերն, ինչու որտեղ երկուսն էլ նույն բնույթի գյուղատնտեսական տնտեսությունների սուբսիդավորման ծրագրեր են։ Հետաքրքիր բացահայտումների ենք եկել, այն իմաստով, որ ծրագրերը բավականաչափ անարդյունավետ են, թե իրենց ընդգրկման տեսանկյունից, թե ռեսուրսների ծախսման արդյունավետության տեսանկյունից, մասնավորապես սուբսիդավորման ծրագրի հետ կապված բացահայտումներ կան, որ իրականում մեծ տեղ կա եւ փաստորեն ներմուծվող պարտանյութը ներքին արտադրության փոխարինելու եւ ավելի էժան պարտանյութերով ներմուծելու տարբեր հետազոտություններ ենք նաեւ ուսումնասիրել իլերման մեր կողմից կատարված հետազոտության առնվազն 30-ից 35% պարտանյութ ավելի էժան գնով գյուղացիներին հասցնելու հնարավորություններ կա։ Իրականում մեր պարտանյութերը մատակարարող կազմակերպությունը իրականում արհեստականորեն գներն ուռճացվում են, այնուհետև ներմուծելուց հետո եւ սուբսիդավորելուց հետո նույնիսկ ավելի բարձր գնով են պարտանյութերը ձեռքբերում գյուղացիները, քան այդ պարտանյութը վաճառվում է Վրաստանում։ Այսինքն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում մեր շուկան ի վիճակի է այդ պարտանյութը գյուղացուն առաջարկել ավելի էժան գներով, եթե փաստորեն մոնոպոլ իրավիճակը չչարաշահվեր եւ պետությունը իր գործիքներով փաստորեն չսահմանափակեր մրցակցությունը շուկայում։ Տեսեք, դուք ասում եք պարտանյութերի հետ կապված է, կառավարությունը տրամադրում է 6000 դրամով։ Դուք ո՞ր պարտանյութեր, դուք շուկայում վաճառող, թե այդ պարտանյութը կարող էին ավելի էժան տրամադրել 6000-ի փոխարեն, նա տեսնա։ Ուրեմն կառավարությունը, պետությունը այդ ծրագրի շրջանակներում գյուղացուն տրամադրում է ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարտանյութեր, իրականում սրանց գները իրարից տարբեր են, բայց մոտավորապես 6-ից 7000 դրամի շրջանակներում դուք գներին կծանոթանաք պրեզենտացիայի ընթացքում մեկ պարկը 50 կիլոգրամ, այսինքն պարկը տրամադրում է գյուղացուն։ Սուբսիդավորման մեծությունը կախված ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարտանյութերի չափերից փոքրինչ տարբեր է, եթե ճիշտ եմ հիշում, ազոտականի դեպքում սուբսիդավորումը ավելի փոքր է, քան կալիումական, ֆոսֆորական պարտանյութերի դեպքում, բայց ազոտական պարտանյութը հիմնական սպառվող եւ հիմնական մեծ պահանջարկ ունեցող պարտանյութն է գյուղացիների կողմից, դա հայտնի սիլիտրան է, որին սովոր են մեր գյուղացիները եւ բոլորը ջանում են այդ պարտանյութը փաստորեն օգտագործել։ Այս պարտանյութը եթե չսուբսիդավորվեր, մոտավորապես կլիներ համարյա կրկնակի ավելի թանկ, ըստ այն գների, ինչ գներով, որ պարտանյութը ներկայացվում է, բայց պարտանյութը Վրաստանի շուկայում մոտավորապես 2 անգամ ավելի էժան է, իսկ մենք ներմուծում ենք Վրաստանից եւ կան նաեւ վերլուծություններ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերլուծությունը, որով փաստվում է, որ նույն պարտանյութը նույն Վրաստանից ներմուծվել է 36%-ով, մեկ այլ կազմակերպության կողմից ներմուծվել է 36% ավելի էժան գնով։ Այսինքն մեր գյուղացիները կարող են այդ պարտանյութը առնվազն 36%-ով էժան գնով ձեռք բերել, բայց դրանից բացի կան նաև այլ դիտարկումներ, որ կարելի է այդ պարտանյութերը փոխարինել այլ ավելի էժան պարտանյութերով ներմուծել ոչ թե Վրաստանից, այլ օրինակ Իսրայելից եւ այլն, այսպիսի դիտարկումներ նաև կան, այնպես որ մեծ փոխարինման հնարավորություն կա, որի հնարավորությունը պարզապես կառավարությունը չի տալիս, որովհետեւ մատակարար կազմակերպությունը մրցույթի արդյունքում չի ընտրվում եւ փաստորեն մեկ մատակարար կազմակերպություն ամբողջ պարտանյութը շուկան ծածկում է։ Այսինքն կառավարության որոշմամբ է այդ մատակարար կազմակերպությունը։ Այո, կառավարության որոշմամբ, կառավարությունը պատվիրակում է կոնկրետ մատակարարող կազմակերպությանը։ Հիմա մեր առաջարկների մեջ մտնում է, բնականաբար հասկանում ենք, որ միանգամից ներքին արտադրությունը զարգացնել եւ ամբողջ շուկայի պահանջարկը բավարարել չենք կարող, բայց գիտնականները եւ ոլորտի մասնագետները գտնում են այնուամենայնիվ կարելի է սկսել ներքին արտադրությանը զարգ տալ։ Միանգամից պահանջարկը բավարարել չենք կարող, այնուամենայնիվ կարող ենք գոնե մասամբ ներքին արտադրության հաշվին բավարարել, մնացածը ներմուծել, բայց ներմուծման հնարավորություն նախ մատակարարին ընտրել մրցույթով, երկրորդը սահմանաչափեր սահմանել մրցույթին մասնակից կազմակերպությունների համար, այսինքն առնվազն մի քանի կազմակերպության հնարավորություն տալ ներմուծել պարտանյութը տարբեր շուկաներից, որպեսզի մրցակցություն առաջանա եւ գները այո կնվազենա։ Գիտեք ինչ, պարտանյութերի հարցը այս պահեդրությամբ մի քանի օր էլ դուք տեսաք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախապատրաստ իրականացրել էր իր ուսումնասիրությունները եւ ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը իրականացրել է այդ ծրագիրը
որի համար ընդունվել է կառավարության համապատասխան որոշում եւ այդ որոշումներին համապատասխան իրականացվել է ծրագիրը։ Այո, կան թերացումներ ծրագրի մեջ, մենք նորից ունենք համապատասխան հանձնարարություն, որպեսզի վերանայենք ծրագրի հետագա շարունակման մեխանիզմները, սուբսիդավորման մեխանիզմը, որպեսզի հետագայում տեղ գտած նախկինում թերացումները չկրկնվեն։ Իսկ որ ասում եք, այո, կան դուք նկատի ունեք ձեր ուսումնասիրությունների արդյունքները, թե ընդհանրապես կիսում եք այս հետազոտությունների արդյունքները եւ որոնք են ձեր կարծիքով այդ թերացումները, որոնք պիտի շտկվեն, ընդհանրապես որքանով է ճիշտ, որ մատակարարի հարցում չունենանք մրցակցային դաշտ, այլ կառավարության որոշմամբ ընդամենը մեկ ներկրող զբաղվի դրանով եւ սուբսիդավորման մասով ու նաեւ Վանաձոր Քիմպրոմի մասով ինչ կասեք, այստեղ հետազոտողները ասացին, որ Վանաձոր Քիմպրոմը կարող է բավարարել եւ կարող էինք զարգ տալ տեղական արտադրությանը դրա հաշվին նաեւ մատակարարել տեղացի գյուղացիներին։ Հարցը շատ երկար էր, ես փորձեմ մի քանի հարց։ Այո, մեկը կապ ուներ, մյուսը չուներ, ես փորձեմ ուղղակի կարճ եւ իմ իրավասությունների սահմաններում պատասխանել հարցին, ուրեմն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրենց տեղ բարձրացված հարցերի վերաբերյալ կարող եք դիմել իրենք մեկնաբանություն տան իրենց ուսումնասիրության վերաբերյալ, բայց գյուղատնտեսության նախարարությունը, որ իրականացրել է ծրագիրը, մենք էլ ունենք նախարարությունը մոնիտորինգ եւ վերլուծության վարչություն, որը նույնպես իրականացրել է համապատասխան մոնիտորինգի աշխատանքներ, մենք էլ առօրյա շփումներում, մարզերում հանդիպումներում նկատել ենք, ասվել է, բարձրացվել է խնդիրներ, որ կան թերացումներ։ Ես կրկնում եմ, որ այդ թերացումները հետագայում փորձում ենք տեղ չգտնենք։ Իսկ ինչ վերաբերում է կապված ձեռք բերման եւ ձեր կողմից նշված մրցույթների անցկացման հետ կապված, ես ասեմ հետեւյալը, որ 2016 թվականի համար հայտարարվել է բաց մրցույթ, հայտարարվել է բաց մրցույթ, ներկայացվել են եւ եթե չեմ սխալվում, ներկայացրել է նաեւ հայտ մեկ ռուսական կազմակերպություն մասից բերությանը ինքը պարտվել է 20 ցենտով։ Այսինքն մրցակցությունը 2016 թվականին եղել է, միանշանակ չի կարելի նշել, որ չի եղել մրցակցություն, ես չեմ կարող ճիշտը չարձանագրել, եղել է բաց հայտարարություններ էլեկտրոնային միջոցներով, համապատասխան հայտարարություններ ներկայացրել են եւ ով ցածր գինի առաջարկ է, ինքն է արդեն համապատասխան մատակարար է։ Եվ այս տարվա հետ կապված, նկատի ունեմ արդեն եկող տարվա 2017 թվականի հետ կապված գալիք տարվա, որ ունենք հանձնարարություն, փորձենք գտնենք ավելի ճկուն մեխանիզմներ, որովհետեւ ձեր կողմից բարձրացված մտահոգությունները եւ հարցերը չկրկնվեն։